Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նրա խոսքով իրանական պատվիրակության կազմը կախված կլինի ամերիկյան պատվիրակության կազմից։ Լուրեր են շրջանառվում, որ Սպիտակ տունն ամենայն հավանականությամբ կներկայացնեն փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները։ Թեհրանը կարող է ներկայացնել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Վերջինս հայտնել է, որ հնարավոր բանակցություններին ընդառաջ Վաշինգտոնն արդեն խախտել է ավելի վաղ հայտարարված հրադադարը եւ Իրանի 10 կետանոց առաջարկի 3 հիմնական դրույթները։ Խախտվել է հրադադարը Լիբանանում, Իրանի օդային տարածք անօդաչու թռչող սարք է ներթափանցել։ Ուրանի հարստացման Իրանի իրավունքը չի ճանաչվում։ Նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցություններն անհիմն են։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ երկրի ուրանի հարստացման ծրագիրը սահմանափակելու պահանջները չեն կատարվի։ Մոհամմադ Էսլամիի խոսքով նման կոչերը չեն կարող կանգնեցնել Իրանի միջուկային գործունեությունը։ Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ին կոչ է արել ընտրություն կատարել, հրադադար պահպանել կամ Իսրայելի միջոցով շարունակել պատերազմը։ Աբբաս Արաղչին նաև էսկալացիայից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում դեէսկալացիայի հնարավոր ուղիները։ Իրանցի դիվանագետը դատապարտել է Լիբանանին Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով վերջին ժամերին երկրում 200-ից ավելի մարդ է զոհվել, 1000-ից ավելին վիրավորվել։ Անդրադառնալով Լիբանանի շուրջ իրավիճակին, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, հրադադարը չի վերաբերում Լիբանանին։ Իրանցիները կարծում են, թե հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, բայց մենք նման բան երբեք չենք խոստացել, թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Եթե Իրանը դուրս գա բանակցություններից Լիբանանի պատճառով, դա հիմարություն կլինի, բայց ընտրությունը նրանցն է։ Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, հակառակ դեպքում կվերադառնանք պատերազմին։ Նախագահ Թրամփը հայտարարել է պատժամիջոցների թուլացման, տնտեսական գործընկերության եւ այլնի մասին, սակայն դա տեղի չի ունենա, եթե Իրանը չպարտավորվի դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել միջուկային զենքի մշակմանը։ Բենյամին Նեթանյահուն էլ կրկնել է, ողջունում են ԱՄՆ-Իրան հրադադարը, սակայն վճռական են վերացնելու լիբանանյան Հեզբոլլահ շարժումը։ Մենք դեռ նպատակներ ունենք, դրանց կհասնենք կամ գործարքի, կամ պատերազմի միջոցով։ Պատրաստ ենք վերսկսել պայքարը ցանկացած պահի։ Այս ընթացքում մեծ հաջողությունների ենք հասել։ Իսրայելն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը ավելի թույլ, քան նախկինում։ Հարստացված ուրանն էլ Իրանից դուրս կբերվի կամ խաղաղ միջոցներով, կամ պատերազմով։ Դոնալդ Թրամփն իր հերթին խոստացել է նոր ավելի հուժկու հարվածներ հասցնել, եթե Իրանը խոչընդոտի գործարքը։ Ամերիկյան բոլոր նավերը, ինքնաթիռները, զինվորականները, լրացուցիչ զինամթերքը եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է զգալիորեն թուլացած թշնամու ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում, Իրանում եւ այդ երկրի շրջակայքում, մինչեւ չհասնենք իրական համաձայնության։ Հորմուզի նեղուցը պետք է բացվի։ ԱՄՆ նախագահը շեշտել է, Թեհրանի ներկայացրած որոշ առաջարկներ ընդունելի են եւ կարող են ծառայել որպես բանակցությունների հիմք։ Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հնարավոր բանակցություններն անցնելու են փակ դռների ետևում։ Սպիտակ տան ղեկավարը նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Դոնալդ Թրամփը եւ Մարկ Ռյուտենի թիվսայելնի քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները։ Հանդիպումից հետո Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ նախագահը հիասթափված է եվրոպական մի շարք երկրներից, որոնք բավականաչափ օգնություն չեն տրամադրել Վաշինգտոնին Իրանի հարցում։ Թրամփն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չկար, երբ Միացյալ Նահանգները ուներ դաշինքի կարիքը։ Այս համատեքստում նա կրկին հիշատակել է Դանիայի թագավորության մաս կազմող Գրենլանդիան, որն ամերիկյան կողմը ոչ վաղ անցյալում խոստանում էր զավթել։ Դոնալդ Թրամփը նաև չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը հակադարձել է, Եվրոպան չի պատրաստվում հանդուրժել ԱՄՆ նախագահի հակաիրանական ագրեսիվ հռետորաբանությունը։ Էլինա Վալտոնենի խոսքով լավ հնարավորություն է ստեղծվել Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Մասուդ Փեզեշքյանի եւ Դոնալդ Թրամփի հետ, ընդգծել, որ հրադադարը հնարավոր լավագույն լուծումն է։ Էմանուել Մակրոնը հորդորել է զինադադար հաստատել նաեւ Լիբանանում։ Նման կոչով է հանդես եկել նաեւ Լոնդոնը։ Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունները դատապարտել է Իսպանիայի վարչապետը։ Պետրո Սանչեսը մեղադրել է Բենյամին Նեթանյահուին միջազգային իրավունքը խախտելու համար, կոչ անելով Եվրամիությանը դադարեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը։ Դիանա Գասպարյան, լուրեր։